Ադրբեջանական բենզին են վաճառում հայաստանյան որոշ լցակայաններում։ Ոնց եք նայում այդ։ Շատ վատ, ես շատ հայրենասեր եմ, շատ վատ եմ նայում ամեն ինչի։ Եթե մեքենա ունեք, օգտվեք ունենաք։ Չէ, չեմ օգտվի։ Ես աշխատում եմ ոտով քայլեմ։ Չէ, չեմ օգտվի, որտեվ դա ամոթ է։ Թուրքի հետ չի կարելի բարեկամանալ։ Թուրքը մեր թշնամին է, всё։ Ինչպես Ղարաբաղում, որ բլոկադայի ենթարկեցին, հիմա այդ բենզինը կմատակարարեն, կախվածություն կառաջացնեն Հայաստանին, Ադրբեջանի նավթից, Ռուսաստանի հետ հարաբերությունները կփչացնեն ու կշրջափակեն Ղարաբաղի նման։ Ադրբեջանը բենզինը չի տա, մյուս բաները չի տա, վերջում էլ մի չանց կտան, կասեն գնացեք, ինչպես Ղարաբաղում։ Ես տենց եմ նայում կյանքին, չգիտեմ ով ոնց։ Մի հետելա, մարդիր թշնամու հետ Սկի որ Հայաստանի մեջ մի հետ լարվում ես, չես ուզում նրա հետ առնչություն ունենալ, այդքան մեր ջահելները գնացին Կորան, էլ նրանց հետ կարելի է հարաբերություն ունենալ։ Ես դեմ եմ Ադրբեջանից բենզիներ տրվի, որտեղ շատերը բողոքում են, շատերն ամեն լավը չի, չեմ կարալ ասեմ, դա բենզինը ոնց է, բայց չգիտեմ, ալուրը Ադրբեջանով է գալիս, մարդիկ կան, որ շատ պատանում են, չեմ կարալ ասեմ, որ նա Իրանց համար պետք է։ Ինձ համար պետք կյանքում ես Ադրբեջանցու հետ ոչ բարեկամություն կանեմ, ոչ հարևանություն։ Ինքան զոհ եմ տվել, որ ախպեր տղեր։ Ինձ Ադրբեջանցի պետք է չի։ Իրանա պետք է։ Ինչպես է ստացվում, որ մեր Հայաստանի վարչապետը մեր բոլոր բարեկամներին թշնամի դարձրեց։ Իսկ այն բոլոր թշնամիները, որ դարերով մեզ հետ թշնամություն էր անում, նրա հետ ուզում աննստի բարեկամություն անում։ Ես չեմ հասկանում։ Եվ ոչ միայն ես, այլ նաև մնացածները չեն հասկանում, այս ինչ իշխանություն է։ Սա այն ժամանակաշրջան է, որ նոր սերունդը, հաղթանակի սերունդը, պատերազմ տեսած կորուստներ ունեցած սերունդը չի կարող։ Առնվազն պիտի 50 տարի ժամանակը անցնի, որպեսզի նոր սերունդը ստեղծի նոր քաղաքական դաշտ, այդ դաշտի վրա կարողանան ստեղծել կապեր։ Ղարաբաղում ապրելու ժամանակ, երբ որ մեզ ստիպեցին ստղից Հայաստանից Փաշինյանի կառավարությունը ստիպեց, որ Աղդամի ճանապարհը բացենք, առևտուր անենք, մենք չբացեցինք։ 9 ամիս մենք ընդունեցինք շրջափակումը, մարդիկ սովամահ էին լինում, երեխան դպրոցում ուշաթափ էր լինում սովից, և մենք չբացեցինք, հիմա ինքը թշնամու հետ ուզում է Մարգարեի կամուրջը բացի առևտուր անի, ուզում է Ճիրանցում առևտուր անի, ուզում է մնացածների հետ առևտուր անի, դա չի լինի, ժամանակ է պետք, վերքը որպեսզի սպիանա, այ օրինակ Իջևանում 1000-ից ավել ղարաբաղցիներ եկած կան, դրանցից 800-ը սգավորներ են, մեր տղաների նկարները, հիշատակը, խաչքարերը վերացնում է դպրոցներից, պատմությունն է զրոյացնում, բայց մեր Ղարաբաղի ժողովուրդը այնքան սկզբունքային են, այնքան հայրենանվեր են, որ այն հույսը, որ մենք վերադառնալու ենք Ղարաբաղ, դա ինիլով է։ Պիտի քայլ առ քայլ իշխանափոխություն լինի, նոր իշխանությունները կմտածենք իշխանափոխության և ժողովուրդը ոտքի կկանգնի։